Շնորհակալություն։ Պարոն Ամջանյան, չեմ արձագանքի, ուղղակի հաց կտամ հենց լսումների հետ կապված։ Դուք ասացիք, որ լսումների ընթացքում մեծ համազգային կոնսոլիդացիա է ապահովել։ Ես ուզում եմ իմանալ ինչպես է դրսևորվում այդ կոնսոլիդացիան եւ ուզում եմ իմանալ ձեր հետագա գործողություններն ինչպիսին պիտի լինեն այս նախագծի մերժումից հետո, որովհետև ինչպես դուք ասացիք, ձեր խոսքերն եմ կրկնում, դուք առանձնապես մեծ ակնկալիք չունեք քաղաքացիական պայմանագրից, եւ հետեւաբար, եթե մեծ ակնկալիք չունեք, կարծում եմ, որ պիտի պատրաստ լինեք նաեւ մերժմանը, եւ ինչ պիտի լինի այդ կոնսոլիդացված հանրությունը, ինչպիսի գործունեություն պիտի շարունակի ծավալել այդ կոնսոլիդացված հանրույթը այս մերժումից հետո, որովհետև կարծում եմ դուք մեծ գործ եք արել այդ լսումների ընթացքում։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Ամջյան։ Ճիշտ եք կարծում, այո, պատիվ ունեմ խմբակցությունը մեծ գործ է արել այդ լսումների ընթացքում։ Տիկին Միրաշյան, խնդրում եմ։ Խնդրեմ, պարոն Ամջյան։ Եվ ուրախալի է, որ անգամ դուք եք դա գնահատում։ Ինչ վերաբերվում է ինչ տեղի կունենա գործընթացի հետ։ Ինչպես պատիվ ունեմ խմբակցությունը բազմիցս հայտարարել է, այս գործընթացը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը փաստաթղթային տրամաբանության մեջ մուտք է արվելու ազգային ժողով, երբ 54 պատգամավորի ստորագրություն լինի դրան, այսինքն երաշխավորված հաջողության պարագայում, այլ կերպ ասած, երբ օրինակ դուք Տիկին Դավոյան եւ եւս 17-18 ձեր գործընկերներ քաղաքացիական պայմանագրից միանան դրան։ Ինչպես է դա տեղի ունենալու, բացատրեմ։ Երբ դուք բավական ուրախ են անցնում ձեր նիստերը, պարոն Վարդանյան։ Չենք բողոքում։ Պարոն Ամջյան, չենք բողոքում։ Խնդրեմ, եւ նաեւ եթե խմբակցությունը մասնակցեք եւ ձեր ներկայացումն եւ ձեր կոտան ապահովեք, մենք մեն ուրախ կլինենք։ Այդ արդեն մենք կհաշենք։ Խնդրեմ։ Երբ հանրային ճնշման արդյունքում դուք գիտակցեք, թե ձեր չմիանալը եւ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության կառավարիչ մնալը օր-օրի ինչ խնդիրներ է առաջացնում, այդ ժամանակ մենք կունենանք այս գործընթացի հաղթական ավարտը։ Ինչ վերաբերվում է լսումներին։ Լսումների ժամանակ ես կոնկրետ թիվ քաղաքական եւ հասարակական միավորների ասել չեմ ուզում, բայց ես չեմ հիշում վերջին շրջանում որևէ մի գործընթաց, որի շուրջ այդպիսի կոնսենսուս արկա լինի։ Այնպես որ շնորհավորում եմ, դուք ձեր գործունեությամբ կարողացել եք ապահովել միանշանակ կոնսենսուս։ Բոլորը համակարծիք են, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Այստեղ չեմ կարող չարձագանքել։ Չէ, արձագանքելու եք, բայց ճիշտ ասած ես էլ եմ լսումներին հետևել։ Նույնիսկ ձեր մասնակիցներն են կան համակարծիք չեն, բայց չեմ մեկնաբանում, խնդրեմ։ Ես պարոն Վարդանյանի նման մեծ համբերություն չեմ ունեցել եւ ամբողջ լսումներին չեմ հետևել, որպեսզի շատ մանրամասն ասեմ, թե ով ինչ ելույթ է ունեցել։ Մեծ գործ, որ ասացի արել եք, պարոն Մամիջանյան, նկատի ունեի 4.5 տարվա մեջ առաջին անգամ պատիվ ունեմ խմբակցությունը ինչ որ բան է արել։ Ես դա նկատի ունեի եւ 4 տարվա համար ես դա համարում եմ այո մեծ գործ։ Եվ եթե դուք ակնկալում եք, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկը միանալու է ձեր այդ գործընթացին եւ ինչ որ թուղթ է ստորագրելու եւ դուք ինձնից սկսեցիք այսպես ասած, դուք գիտեք, որ դա արդեն իսկ շատ ցախողված ծրագիր է եւ պետք չէ պես վստահորեն գալ եւ հայտարարություններ անել նաեւ այլ դերակատարներով, որ 7 հոգի կան, հետո եւ այլ պետք չէ նման բաներ անել, բոլորս եկեք ավելի իրական գնահատենք տեղի ունեցող գործընթացները Հայաստանի Հանրապետությունում, որակումները կտրվեն, կարծում եմ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բոլորիս եւ ձեզ եւ մեզ եւ մեր գործունեությանը եւ ձեր գործունեությանը եւ դրանից ճշմարտացի որակումներ չի լինի։ Ժողովուրդը իր քվեով կասի, որս ենք ճիշտ, որս ենք սխալ ու եւ ում է համակրում, ում չի համակրում։ Իսկ թե ինչպիսի իշխանություն ենք մենք
մենք դա շատ լավ գիտենք, մեր թերություններով հանդերձ, եւ մենք բաց ենք բոլոր շատ նորմալ քննադատությունների համար, սակայն ոչ այն քննադատությունների կամ այն ելույթների, որոնք հնչեցին ձեր լսումների ժամանակ, որոնք ընդհանրապես քննադատություններ էլ չէին, ուղղակի ավելի շատ մաղձեր, որը հնչեց տարբեր տեսակի կոնսոլիդացված ընդդիմադիր շրջանակների կողմից։ Իսկ թե ինչու եք նորից եմ, իմ հարցին դուք չպատասխանեցիք, եթե դուք ԿՊ-ից ակնկալիք չունեք, ինչու եք բերել այս հարցը օրակարգ։ Եթե դուք ակնկալիք չունեք, ուզում եմ հասկանալ, եթե ակնկալիք չունեք, ինչպես եք ակնկալում, որ ինչ-որ մեկն է մի հատ ստորագրելու է այդ թղթի տակ։ Կարող նախագահողը չկա, ես ինքս ինձ ձայն կտրամադրեմ։ Նախ, Տիկին Դավոյան, առաջինը դուք խառնում եք ակնկալիքները այս հայտարարության եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մի միավորեք։ Ձեր մոտ ավելի շատ անջատելն է իրարից ստացվում։ Միավորելը ձեր ուժեղ կողմը չի։ Դա առաջինը։ Երկրորդ, Տիկին Դավոյան, դուք իմ ճառագիրը չեք։ Ես էլ ճառագրի կարիք երբևէ կյանքումս չեմ ունեցել, պետք չի խորհուրդ տալ, թե ես ոնց ելույթ ունենամ։ Ինչ վերաբերվում է պատիվ ունեմ խմբակցության գործունեությանը, միանգամայն ճիշտ եք։ Հանրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են տալու բոլորիս գործունեության գնահատականները։ Եթե դուք մի քիչ ավելի ուշադիր հետևած լինեիք ազգային ժողովի աշխատանքներին այս 4.5 տարի, կիմանայիք, որ նաև օրենսդրական նախաձեռնություններ են եղել, որոնք դուք նույն տրամաբանությամբ տապալել եք դեռևս կառավարության եզրակացության մակարդակում։ Եվ ամենահետաքրքրականը, համ ասում եք օրինագծեր չեք ներկայացրել, համ էլ ասում եք պարզա, որ պիտի ակնկալիքներ չունենաք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, իսկ թե ինչ է արել պատիվ ունեմ խմբակցությունը այս տարիների ընթացքում, առնվազն ձեր կողքը նստած Վլադիմիր Վարդանյանը, ձեր դիմաց նստած Արուսյակ Ջուլհակյանը, պատիվ ունեմ խմբակցության միջազգային գործունեության հետ կապված նաև Տիկին Մինասյանը, կարող եք իրենցից հարցնել, որտեվ դուք ոնց որ միջազգային դաշտում այդքան ակտիվ չեք ու առհասարակ եթե թվարկեմ են մարդկանց ում ես պիտի հաշվետու լինեմ իմ աշխատանքի մեջ ձեր անունը երևի վերջից երկրորդը կլինի։ Շնորհակալություն։